Բարձր սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է։ Մենք տեսնում ենք, թե ինչպես օրեցօր ձեր վստահությունը աճում է մեր ալիքի նկատմամբ, սիրելի հայրենակիցներ, ինչի համար բնականաբար անչափ շնորհակալ եմ բոլոր բաժանորդագրումների, լայքերի, մեկնաբանությունների եւ տարածումների համար։ Դա իրոք չափազանց կարեւոր է մեր ալիքի համար։ Տեսնում ենք, որ մեր ալիքը վերածվել է ձեզ համար վստահելի, շատ կարեւոր աղբյուրի, ինչպես լրատվության իմաստով, այնպես էլ քաղաքական վերլուծությունների, եւ դա իրոք շատ պարտավորեցնող է, որ մենք կարողանանք շարունակել մեր աշխատանքը եւ փորձենք ավելի շատ ջանք ու եռանդ գործադրել մեր գործում։ Անոնսավորեմ այսօրվա մեր թեման, նախ տեղեկացանք, որ հայկական ծիրանի առաջին խմբականակը մեկնում է արդեն Լեհաստան, տեսանք այդ տեսանյութը, սրա մասին պետք է խոսենք։ Կարևոր թեման է Թուրքիայի արձագանքը, ինչպես արտգործնախարարության մակարդակով, այնպես էլ նախագահականի մակարդակով Իսրայելի կառավարության կողմից հայոց ցեղասպանության ճանաչման կապակցությամբ։ Մեծ իրարանցում է առաջացրել Թուրքիայում այդ որոշումը Իսրայելի կողմից, քանի որ Թուրքիայում լավ հասկանում են, թե ինչ հետևանքներ կարող է դա ունենալ իրենց համար։ Կխոսենք Նետանյահուի հայտարարություններից, ես կապում եմ այդ հայտարարությունները ցեղասպանության ճանաչման հետ, դրանից բացի անպայման կխոսենք նաև Ադրբեջանի արձագանքից, քանի որ Ադրբեջանի արտգործնախարարությունը եւս հայտարարություն է տարածել Իսրայելի կողմից հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, այսինքն կառավարության կողմից, կարծում եմ շուտով Իսրայելի խորհրդարանը արդեն քվեարկության կդանի հարցը, քննարկման եւ քվեարկության, եւ բավականին մեծ է հիմա հավանականությունը, որ Իսրայելը ճանաչի հայոց ցեղասպանությունը, դրա համար հիստերիա է սկսվել նաեւ Ադրբեջանում, ոչ միայն Անկարանը հիստերիայի մեջ, այլ նաեւ Բաքուն, իրենք հասկանում են, որ կարող է շատ բան փոխվել։ Հարցը միայն ցեղասպանությունը չէ, անպայման կանդրադառնանք մանրամասն Ադրբեջանի արտգործնախարարության հաղորդագրությանը, այսինքն այնտեղ տեղ գտած մտքերին, ինչը բնականաբար չափազանց կարևոր է։ Հետաքրքիր հայտարարությամբ է հանդես եկել Գերմանիայի արտգործնախարարը, այդ հայտարարության մեջ նա անդրադարձել է նաև Հայաստանին, Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին չափազանց կարևոր հարց է, քանի որ հետաքրքիր շեշտադրում է արել նա, կարծում եմ որոշիչների համար անակնկալ կլինի եւ հատկապես նրանց համար, ովքեր որ փորձում են Հայաստանի իշխանություններին ներկայացնել ոչ որպես արևմտամետ, այսինքն ասում են կեղծ արևմտամետ։ Այս թեզը ես էլ շատ չեմ սիրում ասել արևմտամետ, ռուսամետ, ես ասել եմ միշտ մենք պետք է ունենանք իշխանություն, որ հայամետ է առաջին հերթին, ինչ արևմտամետ, ինչ ռուսամետ, բայց այնուամենայնիվ որ Հայաստանի իշխանությունները հստակ գնում են դեպի Եվրոպա, գնում են դեպի արևմուտքի հետ մերձեցում, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, ես այդ մասին հստակ խոսել եմ, եւ սա հերքելը, աղավաղելը դա լուրջ կորություն է, քանի որ մենք տեսնում ենք հստակ գործողություններ եվրոպական առաջնորդների կողմից, հստակ հայտարարություններ, իրենցից ավել դժվար թե մենք կարողանանք ավելի կաթոլիկ լինել, այսինքն Հռոմի պապից ավել կաթոլիկ դժվար թե մենք կարողանանք լինել։ Դրա համար չափազանց կարևոր է նաև Գերմանիայի արտգործնախարարի հայտարարությունը, որին մենք անպայման կանդրադառնանք։ Մնացածը արդեն ռուս-ուկրաինական պատերազմն է, երեք Պուտինը երկար հայտարարություններով է հանդես եկել։ Պետք է նաև հասկանանք, թե ինչ հայտարարություններ են դրանք, փաստացի նախընտրական process է արդեն մեկնարկում Ռուսաստանում, խորհրդարանական ընտրություններ են սեպտեմբերին, մեկ-մեկ իմ մոտ մտքեր առաջանում։ Կարող եմ մենք էլ ասենք միջամտել Ռուսաստանի ընտրություններին 2 միլիոնանոց հայկական սփյուռք ունենք, չէ՞, այնտեղ։ Միանշանակ ինչ-որ չափով կկարողանանք ազդել, չէ՞։ Վարվենք իրենց նման, ինչպես իրենք վարվեցին մեր նկատմամբ, վարվենք իրենց նկատմամբ նույն ձևով, ինչպես իրենք վարվեցին մեր նկատմամբ։ Դա շատ կարևոր հարց է, որի շուրջ նույնպես կարծում եմ պետք է մտածել։ Ուղղակի մտածել եւ քննարկման դնել։ Հիմա կանենք, չենք կանենք, դա արդեն ուրիշ հարց է։ Նաեւ վերջում կանդրադառնանք Իրանին, հետաքրքիր տեղեկություններ նաեւ ունենք Իրանից,
ինչպես նաև Պակիստանին եւ Աֆղանիստանին, այնտեղ էլ ռազմական գործողություններ են կարծես վերսկսվում։ Ուրեմն սկսենք նրանից, որ հայկական ծիրանի առաջին խմբականակը պատրաստ է եւ գնալու է Լեհաստան։ Մենք այսօր տեսանք այդ կադրերը եւ իրոք հայ բիզնեսմենները արդեն պատրաստ են, որպեսզի ծիրանը եւ ոչ միայն ծիրանը, բայց հիմա կարծում եմ ծիրանն է ամենակարևորը եւ դրա համար էլ շեշտը դրվում է ծիրանի վրա, պատրաստ են հայկական ծիրանը արտահանել դեպի Եվրոպա եւ առաջի երկիրը, որի անունը նշվում է, դա Լեհաստանն է։ Բավականին մեծ շուկա ունի Լեհաստանը եւ ես համոզված եմ, որ այս տարի մենք կտեսնենք ոչ միայն Լեհաստանի շուկան ծիրանի համար, դա կարևոր է նշել ծիրանի համար բաց, ոչ միայն Լեհաստանի շուկան, այլ նաեւ ուրիշ տարբեր եվրոպական երկրների, ինչ այլոց այդ թվում նաեւ Ուկրաինայի, ինչու՞ չէ, Ուկրաինան նույնպես, եթե հայկական ծաղիկները, վարդերը արդեն ստանում է, ապա պատրաստ է նաև գանել հայկական ծիրան։ Այնպես որ շատ ավելի մեծ, շատ ավելի հարուստ հսկայական շուկա է բացվում Հայաստանի տնտեսության համար, Հայաստանի արտահանողների համար, Հայաստանի գործարարների համար։ Սա իրոք շատ ուրախացնող եւ չափազանց կարևոր տեղեկություն է։ Կարելի ասել, մեկ աչքով չպետք է նայենք այս տեղեկությանը, ճիշտ է փոքրիկ տեղեկատվություն է, բայց չափազանց կարևոր Հայաստանի համար, Հայաստանի արտահանողների եւ տնտեսության համար։ Անցնենք օրվա գլխավոր թեմային, չեմ ուզում երկարաձգել, անցնեմ ամենակարևոր թեմային, Թուրքիայի արտգործնախարարությունը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից երեկվա որոշման վերաբերյալ, հիշեցնեմ, Իսրայելի կառավարությունը երեք միաձայն ճանաչեց հայոց ցեղասպանությունը, ինչպես եւ խոստացել էր Իսրայելի արտգործնախարարը ու այդ հարցը ուղարկեց խորհրդարան։ Նետանյահուն էլ ասել էր երեք, որ ինքը դեմ չէ, որ Իսրայելը ճանաչի հայոց ցեղասպանությունը։ Ամիսներ առաջ արդեն ինքը արտահայտվել էր հայոց ցեղասպանության մասով Նետանյահուն։ Մենք այս մասին երեք մանրամասն շատ խոսել ենք, թե Թուրքիան ինչու է հիմա ճանաչում ցեղասպանությունը, չգիտեմ որքանով արժի կրկին կրկնվել այսօրվա հաղորդման մեջ, բայց սա լոկ ցեղասպանության ճանաչում չէ։ Սրա հետևում չափազանց մեծ քայլեր են թաքնված Իսրայելի կողմից։ Թեթև կանդրադառնամ դրան, այսինքն նոր տենդենսներին, երեք ինչ խոսել ենք, բնականաբար ակտուալ է։ Ուրեմն Թուրքիայի արտգործնախարարության արձագանքը այսպիսին է. Իսրայելի կառավարությունը, որ ամբողջ աշխարհի աչքի առջև ճնշում է Պաղեստինի ժողովրդին եւ դատվում է միջազգային դատարանում Գազայի ժողովրդի դեմ ցեղասպանություն կատարելու համար, նպատակ ունի թաքցնել սեփական հանցագործությունները 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ իր կողմից ընդունված քաղաքական որոշմամբ։ Այստեղ Թուրքիայի արտգործնախարարության հիմնական շեշտադրումը Պաղեստինի վրա է եւ Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, շարունակում է պնդել եւ ոչ միայն արտգործնախարարությունը, այլ նաեւ Էրդողանը, որ ժողովրդի դեմ, Պաղեստին ժողովրդի դեմ ցեղասպանություն է իրականացրել Իսրայելը եւ հիշեցնում է, որ միջազգային քրեական դատարանի կողմից Նետանյահուն հետապնդվում է։ Ընդհանուր առմամբ Թուրքիայի արտգործնախարարության արձագանքը այդքան էլ կատաղի հերքողական չի կարելի բնութագրել։ Այն ավելի շատ ուղղված է Իսրայելին մեղադրելու մեջ Պաղեստինի ժողովրդի դեմ ցեղասպանություն իրականացնելու։ Մենք տեսանք նաև Թուրքիայի նախագահականի արձագանքը, քանի որ նախագահի գրասենյակի հասարակության հետ կապերի ղեկավարը նույն հաղորդագրություն է տարածել, որը որ շատ նման է Թուրքիայի արտգործնախարարության տարածած հաղորդագրությանը եւ կրկին Իսրայելը մեղադրում են ցեղասպանության մեջ ընդդեմ Պաղեստինի ժողովրդի, բայց ավելի հստակ հերքելով հայոց ցեղասպանության փաստը։ Թուրքիայի նախագահի գրասենյակից փաստացի հերքել են հայոց ցեղասպանությունը, անվանելով այն այսպես կոչված ցեղասպանություն։ Կրկին ասեմ, հիմնական շեշտադրումը իրենք կառուցում են Իսրայելի իրենց հայտարարության, իրենք կառուցում են Իսրայելին մեղադրելու մեջ Պաղեստինի ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու մեջ։ Ինչ է ասում Ադրբեջանի արտգործնախարարությունը։ Ադրբեջանի արտգործնախարարությունը նույնպես շատ կատաղի
հայտարարություն է տարածել, ոչ միայն հերքում է Ադրբեջանի արտգործնախարարությունը հայոց ցեղասպանությունը եւ ասեմ, որ ավելի կատաղի է հերքում այն, քան Թուրքիայի արտգործնախարարությունը, Պաղեստինի ժողովրդի մասին չի խոսում, այստեղ խոսում է ուրիշ բանի մասին, ասում է, որ ձեր այդ քայլերը, որը դուք անում եք, Իսրայելին է ինքը մեղադրում, ուղղված են ընդդեմ խաղաղության գործընթացի, որը որ մեկնարկել է Թուրքիա, որը որ մեկնարկել է տարածաշրջանում, այսինքն ձեր կողմից հայոց ցեղասպանության առաջ քաշելը դա կոնկրետ խնդիր է եւ խոչընդոտ է խաղաղության համար հարավային Կովկասում։ Ահա այս շեշտադրումն է հիմնականում ինքը առաջ բերում եւ հետո նաեւ ասում է, որ այդ պատմական փաստերը ընդունված չեն, դա սուտ է, դա հայկական կեղծիք է եւ այդպես շարունակ։ Այսինքն շատ ավելի կատաղի ձևով արձագանքել Ադրբեջանի արտգործնախարարությունը մեղադրելով Իսրայելին, որ այն խոչընդոտում է խաղաղ կարգավորման գործընթացին տարածաշրջանում եւ ամենակարևորը նաեւ կոչ է արել Իսրայելի կառավարությանը կոչ է արել հետ կանգնել ցեղասպանության ճանաչման գաղափարից, այսինքն հետ քայլ անել։ Հետաքրքիր է այստեղ Նետանյահուի հայտարարությունը այն մասին, որ հաստատի ամեն օրվա ռեժիմով Թուրքիան եւ Թուրքիայի նախագահը սպառնում են Իսրայելին գոյությամբ, այսինքն գոյաբանական սպառնալիք է դարձել Թուրքիան Իսրայելի համար։ Եվ Նետանյահուն ասում է, որ ինքը իր ամերիկացի գործընկերների ուշադրությունը կենտրոնացնելու է ահա այս հարցի վրա, որ ամեն օրվա ռեժիմով Թուրքիայից հնչում են սպառնալիքներ վերացնել, ոչնչացնել Իսրայելի պետությունը։ Սա իրոք շատ հետաքրքիր է այն առումով, որ ավելի է մեզ համար բացում, թե ինչու է Իսրայելը հիմա ճանաչում հայոց ցեղասպանությունը, ինչու է Իսրայելը գնում ահա այդ քայլին։ Եվ հետևաբար ես մեկ անգամ եւս կարող եմ փաստել սիրելի հայրենակիցներ, որ մենք ճիշտ էինք մեր գաղափարների մեջ։ Իսրայելի նպատակները շատ ավելի խորն են, այնպես չէ որ Իսրայելի ուժը գնում է Հայաստանի համար կամ հայ ժողովրդի համար միայն այն, որ Իսրայելը երկար տարիներ օգնել է, որպեսզի Թուրքիան կարողանա ավելի լավ հերքել հայոց ցեղասպանությունը, շատ է օգնել Թուրքիային այդ գործում, հստակ վկայում է այն մասին, որ Իսրայելը հայկական հարցի նկատմամբ բարեկամաբար չի տրամադրված, սակայն իրենք հիմա տեսան արդեն գոյաբանական վտանգ, եթե նախկինում Իրանից էին հնչում այդ լոզունգները, որ պետք է ոչնչացնեն Իսրայելը, մահ Իսրայելին, ապա արդեն այդ ալիքը տեղափոխվում է դեպի Թուրքիա եւ Թուրքիան է վարակվում այդ ալիքով։ Հիմա ամենաբարձր մակարդակով փաստացի Թուրքիայից հնչում են մահ Իսրայելին լոզունգներ, այսինքն նման լոզունգներ, շատ նման լոզունգներ։ Հիշենք նաև Թրամփի խոսքը, որտեղ որ նա շնորհակալություն էր հայտնում Էրդողանին, որ Էրդողանը չմիացավ Իրանի պատերազմի ժամանակ, ասացի Իրանին, դա էր ակնարկը։ Այսինքն կար նման հավանականություն, որ Թուրքիան ավելի լուրջ ձևով սկսեր աջակցել Իրանին։ Հիշում ենք իրանական հրթիռները, որոնք որ գալիս եւ հարվածներ էին հասցնում Թուրքիայում կամ հայտնվում էին Թուրքիայի օդային տարածքում եւ տեսնում էինք, թե ինչքան пассив է արձագանքում Թուրքիան, չի ուզում ընդհանրապես արձագանքել։ Հա կարող է եւ պատահական էին այդ հրթիռները հայտնվում Թուրքիայի օդում, չեմ կարող ասել, ոչ ոք չի կարող ասել, բայց մենք տեսնում ենք Թուրքիայի արձագանքը եւ քաղաքական հստակ աջակցությունը երևում էր Թուրքիայի աջակցությունը Իրանին։ Մի փոքր զուսպ էին, քանի որ Միացյալ Նահանգներն էր պատերազմում ընդդեմ Իրանի, բայց այնուամենայնիվ նկատվում էր, որ Թուրքիան աջակցում է Իրանին, քանի որ Թուրքիայում հստակ հասկանում են Իրանից հետո Իսրայելի համար հենց Թուրքիան է դառնում թիրախ։ Այսինքն բավականին լուրջ ձևով հիմա լարվել են Թուրքիան եւ Իսրայելը եւ դարել են այս տարածաշրջանում հիմնական հակառակորդներ։ Մենք խոսել ենք նաև ինքնաթիռների վաճառքի մասին, որը որ Թրամփը հայտարարեց, որ կարող է տա 35-երը, F-35-երը կամ ավելի նոր շարժիչներ F-16-երի համար հետաքրքիր զարգացում եւ փոփոխություն է, եւ սա համընկավ Իսրայելի արտգործնախարարի այդ հայտարարության հետ, արագ կառավարություն բերին ցեղասպանության հարցը եւ ճանաչելով ուղարկեցին արդեն Քնեսետ, այսինքն միաձայն քվեարկելով ուղարկեցին Քնեսետ վերջնական ընդունման համար։
Հույսով եմ պարզ է, սիրելի հայրենակիցներ, եկել ենք այս մասին խոսել, բայց կարևոր հարց է։ Կարևոր հարց է, քանի որ հիմա Իսրայելը ես գրեթե վստահ եմ ձեռք է մեկնելու նաև Հայաստանին համագործակցության ձեռք առաջարկներ կլինեն, կարող է նաև պատվիրակություն գալ Երևան, ինչու՞ չէ, որ ասում եմ շուտով, դա չի նշանակում, որ հենց վաղը, բայց մոտակա ժամանակներս նման բաների մենք կարող է եւ ականատես լինենք։ Այստեղ էլ պետք է չափազանց խելացի լինենք, չափազանց զգուշավոր, Իսրայելը իհարկե պետք է խորացնել հարաբերությունները, նաև ռազմատեխնիկական հարաբերությունները շատ զգուշորեն պետք է ձևավորել, ստեղծել եւ հետո խորացնել, բայց շատ զգուշորեն, շատ խելացի ձևով մենք պետք է այս հարցի շուրջ մտածենք, քանի որ Իսրայելի նպատակը լրիվ ուրիշ է։ Արդեն Թուրքիան դառնում է իր հիմնական թիրախը եւ Ադրբեջանը այլևս չի կարող այդքան սպասարկել Իսրայելի շահը, որը որ կարողանում էր նույն Իրանի պարագայում։ Խաղը շատ մեծ է, պետք է շատ խելացի գտնվենք այս մեծ խաղի մեջ։ Հիմա սիրելի հայրենակիցներ անդրադառնանք Գերմանիայի արտգործ նախարարի հայտարարությանը։ Գերմանիայի նախկին արտգործ նախարարին լավ ենք բոլորս ճանաչում, այս արտգործ նախարարին փոքր ավելի пассив է, բայց կարևոր հայտարարություն է արել Մոլդովայի, Ուկրաինայի, Հունգարիայի մասով, ինչպես նաև Հայաստանի։ Ընդհանուր այդ համատեքստում խոսել են նաև Հայաստանի, դե Հունգարիայի մասով կարծում եմ իրենց ամենամեծ հաղթանակներ, քանի որ Հունգարիան վետո էր կիրառում Եվրամիության որոշումներին բլոկում էր եւ այստեղ Գերմանիայի արտգործ նախարարությունը անդրադառնում է այդ հարցին, որ ինչպես կարևոր էր Հունգարիայում ժողովրդավարական ուժերի հաղթանակը եւ Օրբանի հերացումը։ Հետո նա խոսում է, որ նույն հիբրիդային այդ հարձակումներին ենթարկվում է Մոլդովան, Ուկրաինան, խոսում է Մոլդովայից եւ Ուկրաինայից, ինչպես նաեւ Հայաստանից, ասում է, որ Հայաստանի ժողովուրդը կրկին մեկ անգամ եւս աջակցեց Հայաստանի պրոեվրոպական իշխանությանը, պրոեվրոպական տրամադրություն ունեցող իշխանությանը։ Սա իր խոսքերն են, իմ խոսքերը չեն։ Կրկին թող շատերը շարունակեն YouTube-ից կամ այլ սոցիալական ցանցերի հարթակից կամ տարբեր լրատվամիջոցներից հայտարարել, թե Հայաստանի իշխանությունները Եվրոպա մեջ չեն, բայց եվրոպական տարբեր երկրների քաղաքական գործիչներ, առաջնորդներ հստակ հայտարարում են, որ Հայաստանի իշխանությունները պրոեվրոպական են։ Փաստ Գերմանիայի արտգործ նախարարի հայտարարությունից։ Իրենք հանդիպում են, չէ՞, Հայաստանի իշխանությունների հետ։ Ուղիղ շփվում են։ Իսկ մենք քաղաքագետներս այդ ամենը հիմնականում դիտում ենք հերվից, կողքից։ Մենք չգիտենք, թե ինչ ներքին խոսակցություններ են տեղի ունենում Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչների միջև եւ Եվրոպայի իշխանությունների ներկայացուցիչների միջև, նույնն էլ Միացյալ Նահանգների հետ, նույնն էլ Ռուսաստանի հետ, մենք կարող ենք այդ մասին դատել իրենց հայտարարություններից։ Եվ բնականաբար իրենք ավելի լավ գիտեն, քանի որ միմյանց հետ շփվում են եւ ահա այս հայտարարությունը հստակ վկայում է այն մասին, որ Գերմանիան, ու եթե Գերմանիան նաեւ ամբողջ Եվրոպան պատահական չէ, որ հիմա Ուրսուլա ֆոն դեր Լայենը այցելում է Հայաստան, պատահական չէ, որ եվրոպական քաղաքական համայնքի այդ կարևոր գագաթնաժողովը փաստացի 1 ամիս առաջ ընտրություններից տեղի ունեցավ Հայաստանում, պատահական չէ, որ Եվրամիությունը աջակցում է հիմա Հայաստանի, որ Հայաստանը շատ ապրանքներ արագ արտահանի դեպի Եվրոպա, ԵԱՏՄ-ում գտնվելով աննախադեպ հայլերի եկանում Եվրոպան, եւ այս ամենը հստակ հուշում է մեզ, որ Եվրամիությանը շատ ձեռնտու է այսօրվա Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը, արտաքին քաղաքականությունը, բայց կարևոր է մեկ բան նշել, որ Հայաստանի իշխանություններին իրենք չեն կարող թելադրել, թե Հայաստանի իշխանությունները ինչպես վարվեն իրենց արտաքին քաղաքականության մեջ։ Շատ կարևոր է շեշտել, քանի որ Ռուսաստանից տեսնում ենք այնպիսի հայտարարություններ, թեկուզ եւ Մեդվեդևի մակարդակով, թե իբր Հայաստանի իշխանությունները անում են այն, ինչ ասում են եվրոպացիները կամ Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Դա սուտ է, դա բացարձակ սուտ է։ Եթե հայ քաղաքական միտքը, այսինքն հայկական քաղաքական մտքի որոշ շրջանակներ
ցանկանում են, որ Հայաստանի իշխանությունները այնպիսի հայտարարություններով հանդես գան, ինչպիսի հայտարարություններով հանդես են գալիս Ուկրաինայի իշխանությունները կամ Մոլդովայի կամ Վրաստանի նախկին իշխանությունները, որ գլուխները պատով են տվել։ Հայաստանի քաղաքական էլիտան նման սխալ թույլ չի տալիս եւ իմ համոզմամբ չպետք է թույլ տա։ Հայտարարություններով մենք մեր երկիրը չպետք է կործանենք։ Հայաստանը վարում է ինքնիշխան բալանսավորված քաղաքականություն եւ այդ բալանսավորումը պետք է նրա համար, որ մենք մաքսիմալ քիչ ունենանք խնդիրներ։ Չբախվենք այն նույն խնդրի հետ, ինչ բախվեց Վրաստանը կամ բախվեց Ուկրաինան։ Ես չեմ ասում, որ Հայաստանը չի բախվի, բացառված է, բայց մենք փորձելու ենք մինիմալիզացնել այդ վտանգները։ Իմիջայլոց չափազանց կարևոր է, որ այդպիսի ռիսկերի գնալ մեզանից չի պահանջում Եվրոպան եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Եվ իրենց հայտարարությունները անկեղծ ասած ինձ համար լրիվ բավարար են Հայաստանի արտաքին քաղաքականության մասով, լրիվ բավարար են եւ ես կարծում եմ, որ Հայաստանի հասարակության մեծամասնությունը նույնպես գոհ է այդ հայտարարություններից ու ընտրությունների արդյունքով պարզ դարձավ, որ չնայած աննախադեպ մեծ կաշառք է բաժանվել Հայաստանում, աննախադեպ հիբրիդային հարձակում է տեղի ունեցել, տարբեր տվյալներ ենք ստանում, մարդիկ խոսում են, չէ, ասում են դրամի դարձրած 200-ից 300 դոլար են տվել մարդուն, որպեսզի քվեարկեն իրենց տեխնացոյի օգտին։ Ընդդիմություն կոչված ռուսական փողերով այդքան փող են տվել ամեն մի մարդուն։ Բայց չնայած դրա Հայաստանի իշխանությունները ստացան մեծամասնություն եւ դրա մասին է փաստացի խոսում Գերմանիայի արտգործ նախարարը, որ Հայաստանի ժողովուրդը ընտրեց պրոեվրոպական իշխանությունը, կրկին վերընտրեց։ Հիմա մի քանի խոսքով անդրադառնանք միջազգային հարցերին, սիրելի հայրենակիցներ, Պուտինի երեկվա հայտարարությունների մասին երևի լսել եք, ես էլ ուզում եմ անդրադառնալ, իրենց մոտ հիմա խորհրդարանական ընտրություններ են, քննարկվում էր ակտիվ արդյոք անցկացնելու են, թե չէ, քանի որ Պուտինի ռեյտինգը նվազում է ընդհանուր Ռուսաստանում վտանգներ կան, որ իրենք կարող է եւ խնդիրներ ունենան ընտրությունների ժամանակ, չնայած ընտրությունները այնպիսի մասշտաբով են կեղծվում, Ռուսաստանը բոլորիս համար պարզ է թե ինչ ձևի երկիր է։ Պուտինը բաց փաստացի աջակցեց Եդինայա Ռոսիա այդ կուսակցությանը, մեկը մյուսուն աջակցում են, հիմա արդեն ներկայացվում է այդ կուսակցությունը որպես նախագահի կուսակցություն, վերջին անգամ այդպես էր 2007 թվականին, հիմա կրկին նույնպես, քանի որ իրենք հասկանում են, որ ահա իրենց համար նաև վճռորոշի ամեն դեպքում պատրաստվում են ընտրությունների, ինչքան էլ massայաբար կեղծեն, ինչքան էլ փոխեն, բայց այնուամենայնիվ որոշ քայլեր պետք է չէ իրականացնել, դրա համար Եդինայա Ռոսիան եւ Պուտինը հիմա միասին են։ Պուտինը երեք հայտարարել է, որ շատ վճռորոշ ժամանակաշրջանում է ապրում հիմա Ռուսաստանի Դաշնությունը, կարծես հասկանում է թե ինչ է տեղի ունենում, բայց նույն ժամանակ ինքը ասում է, որ Ռուսաստանը մարտի դաշտում չի պարտվելու, իրենք բոլոր ուղղություններով գնում են առաջ։ Թե որքանով դա ճիշտ է, ես կարծում եմ, որ բոլորս էլ շատ լուրջ կասկածներ ունենք, մենք տեսնում ենք թե ինչ է հիմա տեղի ունենում իրականում։ Չի ասի թե Ուկրաինայի հաջողությունները գետնի վրա այնպիսին են ինչպես օդում, բայց միանշանակ Ուկրաինայի գործերը այդքան վատ չեն, ինչպես որ նախորդ տարիներին, նույնիսկ փոքր հաջողություններ է գրանցում Ուկրաինան եւ մայիսի ընթացքում իրենք կարողացել են ազատագրել 100 քառակուսի կիլոմետր ռուսներից։ Պուտինը ասում է, որ Ռուսաստանը ենթարկվում է արևմտյան էլիտաների դաժան եւ աննախադեպ ճնշման։ Նրա խոսքերով այդ էլիտան փորձում է ներքին անկարգություններ սերմանել Ռուսաստանում, բայց ձախողվում է։ Այստեղ ինքը ի նկատի ունի այն, որ այդ հարվածները, որոնք որ ուղղված են նաեւ նավթային համակարգի նկատմամբ, ինչ որ միտեղ համակարգվում են նաեւ արևմուտքի կողմից ժամանակավորապես արգելքներ է։ Նրա խոսքերով ժամանակավորապես արգելք է սահմանվել բենզինի եւ կերոսինի արտահանման վրա, դիզելային վառելիքի արտահանման ամբողջական արգելքի գաղափարը նույնպես քննարկվում է, ասում է Պուտինը, բայց նույն ժամանակ ասում է, որ նավթի հետ կապված որևիցե խնդիր չունենք։ Չնայած փաստերը հակառակի մասին են
Պնդում մարդիկ արդեն հերթեր են կանգնում նաև Մոսկվայում, որպեսզի կարողանան բենզին լցնել իրենց ավտոմեքենաների մեջ եւ բենզինի հետ կապված բավականին էլ զգալի սահմանափակումներ կան նույնիսկ Մոսկվայում։ Պուտինը խոսել է նաև Անկորիջից, ինքը փաստացի կրկին հակասել է Լավրովին, ասելով, որ որևէ պայմանավորվածություն էլ չի եղել իրականում Անկորիջում եւ կրկին նշել է այն, որ ես նպատակը, ամենակարևոր նպատակը Դոնբասի գրավումն է։ Եվ ոչ միայն Դոնբասի գրավումն է, ասում է, քանի որ Ուկրաինան մտավ Կուրսկ, նաև այլ շրջաններ ենք մենք Ուկրաինայից գրավելու։ Սակայն իրականությունը այն է, ինչ չես կարող թաքցնել։ Երեք Ուկրաինան կրկին շատ մեծ լայնածավալ հարձակում է դրոնային հարձակում է իրականացրել նաև Մոսկվայի ուղությամբ, կրկին լուրջ խափանումներ են եղել օդանավակայանների աշխատանքի մեջ։ Չնայած Պուտինը ասում է, որ մեր հարվածները շատ ավելի ցավոտ են Ուկրաինայի համար, քան ուկրաինացիների հարվածները իրենց համար։ Իրանի շուրջ։ Ուրեմն, Իրանի շուրջ ըստ Axios-ի կան նոր պայմանավորվածություններ, հաստատի Միացյալ Նահանգները եւ Իրանը պայմանավորվել են վերջ դնել փոխադարձ հարվածներին եւ պայմանավորվել Հորմուզի նեղուցի շուրջ եւ արդեն վաղը երեքշաբթի Քաթարում կանցկացվի հանդիպում ամերիկյան եւ իրանական կողմերի միջև, որպեսզի պայմանավորվեն, թե ինչպիսին է լինելու անցումը Հորմուզի նեղուցով։ Դա ամենավերջին եւ թարմ տեղեկությունն է Իրանից։ Ռազմական գործողություններ են վերահսկվում կարծես նաև Պակիստանի եւ Աֆղանիստանի միջև։ Պակիստանը հայտարարել է, որ նոր հարված է հասցրել Աֆղանիստանին, որի ընթացքում 25 հոգի է զոհվել, իսկ աֆղանական կողմը հայտնում է շատ ավելի մեծ զոհերի մասին, որոնց թվում կան նաև քաղաքացիական բնակչություն։ Հետևենք եւ հասկանանք, թե այնտեղ եւս ինչ է տեղի ունենում, բայց վերջին 1 տարվա ընթացքում անընդհատ լարվում է Պակիստանի եւ Աֆղանիստանի միջև իրավիճակը։ Ռազմական գործողություններ են հաճախ այնտեղ վերահսկվում։ Հիմնականում այսքանը, սիրելի հայրենակիցներ, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։